Իսկ ձեզ ուր է տանում ազուգական երգիչ Ռուբեն Մաթևոսյանի ձայնը։ Գուցե լորի, որտեղ միախառնված է բնության եւ մարդու արարչագործության ամբողջ հմայքը։ Քչերը գիտեն, որ նրա ծննդավայրը Լոռու մարզի Սպիտակ քաղաքն է։ Եվ այսպես մենք մեր բոլոր բնակավայրերի մասին իրականում շատ քիչ բան գիտենք։ Եվ չբացահայտված Հայաստան նախագիծը այսօր ձեր ուշադրությանն է ներկայացնում Սպիտակ խոշորացված համայնքը, որտեղ մեր առաջին կանգառը համայնքապետ Քաջար Նիկողոսյանի աշխատասենյակում է, ով եթե ոչ նա, մեզ կպատմեր քաղաքի գաղտնիքները։ Սպիտակը ամառային հանգստի իրական հանգրվան է, ովքեր դա բացահայտել են, սովորաբար գաղտնի են պահում, չցանկանալով, որ իրենց սիրելի հանգստի տաղավարներում հերթեր գոյանան։ Բավական է ամռանը զով եղանակը մեկ անգամ վայելել Սպիտակի բնության գրկում ու այլևս երբեք խորովածի կրակն այլ վարում չեք վառի։ Իսկ տարվա բոլոր եղանակներին քաղաքի ամենատարածված այցելավայրը թռչկանի ջրվեժն է։ Դժվար կթվա ճանապարհը, բայց հասնելուն պես կյանքը նորից է սկսում վերածնունդ պարգևել յուրաքանչյուր այցելուի։ Գահավիժում է ջուրը, բողոք, ցասում, վերելք ու վայրեջք հիշեցնող բնության այս տեսարանը փոթորկում է մարդու հոգին և միևնույն ժամանակ պարգևում երբևէ չզգացած մի հանգստություն։ Մի քանի րոպե և այցելուն իրեն դրախտում է զգում։ Թռչկանի ջրվեժը իր մոգական ազդեցությամբ նորոգում է մարդու լսողությունը ու պարգևում ազատության բաղձալի զգացողություն։ Ամենակարևոր այցեքարտերից մեկը կարելի ասել Սուրբ Հովհաննես եւ Թռչկան գեղատեսիլ մեր բնության տեսարժան վայրերն են։ Իհարկե Սպիտակ համայնքում եւ քաղաքում եւ թե գյուղական բնակավայրերում բոլոր տեղերում ունենք գեղատեսիլ վայրեր, բնության գեղատեսիլ վայրեր, որտեղ կարելի է հյուրերին տանել։ Ամառային շրջանում շատ ավելի նպատակահարմար ու ավելի գեղեցիկ է մեր տաղավարները, որտեղ տեղադրված են գեղասար բնակավայրում, բեսեդկաներ ունենք, որ շատ ավելի հարմար է, ավելի գեղատեսիլ է։ Թռչկանի ջրվեժից անհնար է քաղցած չվերադառնալ։ Սպիտակի գյուղական բնակավայրերից մեկում բախտ ունեցանք վայելելու տեղաբնակների հյուրասիրությունը։ Այսպես այստեղ բոլորին են ընդունում։ Նկարնոխում, թե անցորդ տարածաշրջանին հատուկ կարտոֆիլով պլեջը չուտելը համարվում է մեծ մեղք։ Սպիտակի շրջանը, որը հայտնի է նաև իր համեղ կարտոֆիլով ու կաղամբով, իսկական ձմեռային հանգրվան է։ Չէ որ կաղամբի թթուն ու ցանկացած ձևով պատրաստված կարտոֆիլը երբևէ ամենահամեղ համադրությունն է, իսկ եթե դրան գումարում ես նաև թոնդրի հացն ու տեղական պանիրը, ստացվում է համայն անկրկնելի հրավառություն, որը մարդուն մատուցվում է ազնիվ ձեռքերով։ Որն է փաթա դերել, տարիլկա։ Այդ թողը պայթի միած է շուրտու, շուրտու, այդ է շուրտու, շուրտու, Իգար հաստա վարմա, թուղթը վրագալի որ չվարի, Աշխարհը լի է երեխաների համար ստեղծված խաղալիքներով, սակայն դրանց ընդամենը 5%-ն է համարվում լիարժեք անվտանգ։
Եվ Սպիտակը այն բացառիկ քաղաքն է, որտեղ ստեղծել են երեխաների համար կատարյալ անվտանգ զվարճանք, որը նաև զարգացնող նշանակություն ունի։ Մեր հաջորդ կանգառը Մրուկ White Dreams սոցիալական ձեռնարկությունում է։ Հենց այստեղ են կենթանություն ստանում թումանյանական հեքիաթի հերոսներն ու Այբուբենի տառերը։ Հումքը Քիփսինն է եւ էկոլոգիապես մաքուր ջրաներկ։ Եվ երեխաների հեքիաթը պատրաստ է։ Արտադրվում են բժշկական գիպսով, որը անվնաս է բալիկների համար, ինչպես նաև մեր ջրաներկերն են, իրենք հատուկ հարմարեցված են բալիկների ձեռքերին եւ ինքը նաև անվտանգ է, ինքը մաքրվող եւ չվնասող է։ Մեր արտադրությունը վաճառվում է բոլոր խանութներում։ Մեր սկզբունքը նաև այն է, որ արտադրում ենք հիմնականում մեծամասնամբ հայկական այբուբեն եւ հայկական կոլորիտով թումանյանական հեքիաթներ։ Արտադրում է Ռիման, այս գործընթացի մեջ ներգրաված է։ Ինչու ենք ընտրել հենց Ռիմային, քանի որ process-ը ինքը հենց թերապևտիկ հատկություն ունի, շեշտը դրել ենք նաև դրա վրա, քանի որ այդ թերապևտիկ հատկությունը աջակից է լինում եւ մեր ձեռնարկությունը ինքը սոցիալական ձեռնարկություն է, շուտով նաև ընդգրկելու ենք Սպիտակ խոշորացված համայնքում բնակվող երիտասարդներին, ովքեր սահմանափակ կարողություններ ունեն։ Իսկ Ռիման ինչ է, փաթեթավորում է այս ամենը։ Փաթեթավոր եք Ռիմա ջան։ Փաթեթավոր են։ Դա է կողնել ես։ Ոչ, չի կարելի։ Սպիտակցին երբեք չի կորցրել հավատն առ Աստված։ Եվ Սպիտակը համարվել ու համարվում է նաև հոգևոր մշակութային կարևոր կենտրոն։ Տարվա ընթացքում 100 հազարավոր ուխտավորներ այցելում են Սուրբ Հովհաննես մատուռը, հավատով, որ այստեղ Բարձրյալին դիմելով կկատարվի ամենաանիրական թվացող երազանքը։ Եվ ահա չբացահայտված Հայաստան նախագծի ավանդական բացահայտումը։ Պարզվում է, որ Սուրբ Հովհաննես մատուռի նման հզոր եւս 6 աղոթատեղի կա նույն տարածքում, որոնց մասին ոչ ոք չգիտի։ Հոգևոր կենտրոնի սկիզբը Հարթագյուղ բնակավայրում է։ Առաջին աղոթատեղին Սուրբ Ճգնավոր մատուռն է։ Մենք այս պահին գտնվում ենք Սուրբ Ճգնավոր մատուռում եւ ինչ նախորդանշական, որ Սուրբ Ճգնավորից մինչև Սուրբ Հովհաննես մատուռ ընկած հատվածին ուղիղ գծով կան 1 եկեղեցի եւ եւս 6 մատուռներ։ Ընդհանուր գծով 7 հոգևոր մշակութային կետ ունենք, որտեղ կարող են այցելել եւ տեսնել։ Այսինքն կարող են ուխտը 7 եկեղեցի ուխտ անել ու վերջում Սուրբ Հովհաննեսում ավարտել, չէ՞։ Այո, կարող են այդպես անել։ 7-րդը կլինի Սուրբ Հովհաննես եկեղեցին, որոնք ըստ տեղաբնակների հավասարազոր ուխտավայրեր են։ Իսկ եթե ուխտագնացությունը կատարվում է 7 կենտրոններով եւ ճիշտ հաջորդականությամբ, այսինքն մեկ սարից մյուսը դեպի Սուրբ Հովհաննես բարձունքը, կատարյալ է դառնում մարդ, Աստված, վեհ հարաբերությունը, մղում ապաշխարության ու տալիս շնորհներ։ Ավանդույթ ունեն մեր հիմնականում հարթագյուղացիների մոտ տարածված երազանք բայելով բարձրանում են եւ մի քար ամրացնում պապանակարին։ Դա իրեն ավանդույթ է, որը պահպանվում է մինչ օրս։ Մենք հիմա գտնվում ենք Սուրբ Նարեկ եկեղեցու մոտ, որը Հարթագյուղի միակ եկեղեցին է եղել իր կառուցման ժամանակ, ու կառուցվել է 1800-ական թվականներին, վերակառուցվել է 1902 թվականին։ Որոշ պատմաբաններ նաև ասում են, որ հայտնի է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անունով, բայց մեր քահանաները նշում են, որ սա Սուրբ Նարեկ եկեղեցին է։ Սուրբ Նարեկ եկեղեցում թաղվել են
այն մասունքները, որոնք գտնվել է Հարտակիրի տարբեր վայրերից, գտնվել է որոշների ջրհորներից, որոշների թոնրատներից, որոշների տներից, եւ այդ ամեն ինչը հավաքվել է եւ խմբավորվել, տեղադրվել Սուրբ Նարեկ եկեղեցու խորանի ներքևի հատվածում։ Այդ մասունքները բոլորը Եղեռնից մնացած։ Բոլորը Եղեռնից մնացած։ Վերադառնանք Սուրբ Հովանես։ Կչնի թրիչքի բարձրությունից երևում են մի քանի հազար ու մեծ ու փոքր խաչքարերը, որոնք ուխտավորները կանգնեցրել են, երբ Աստված պատասխանել է իրենց աղոթքին։ Ուրեմն ուր գնալ Աստծո ողորմությունը խնդրելու, եթե ոչ սպիտակ։ Այս անգամ սակայն միևնույն ուղղությամբ հոգևոր 7 կենտրոններ այցելելու ամուր կամքով։ Ի նշան հավատի եւ իբրև խոնարհում Աստծո առջև։